Սպանված է Իրանի հոգևոր առաջնորդը, սրա մասին քիչ առաջ հայտնեց Դոնալդ Թրամփը։ Փաստորեն մեկ օրվա գործողության արդյունքում հնարավոր եղավ գլխատել Իրանը, որովհետև սպանված են նաև բազմաթիվ գեներալներ և փաստացի գլխատված է երկիրը։ Սա փաստորեն Իրանի պատմության մեջ նոր հեղափոխական և նոր փուլ է սկսում։ Սա կարող է մեր համար ունենալ թե դրական արդյունք, թե բացասական արդյունք։ Բացասականի պարագայում բնականաբար ռիսկերը շատ են և հնարավոր է որոշակի զարգացումներ լինեն, նաև տեղափոխվեն Հայաստանի տարածք կամ այլ ռիսկեր լինեն, բայց նաև ես կարծում եմ, որ կան նաև հնարավոր դրական ելքեր, այն է, եթե իրանական հասարակությունը և վերնախավը վերափոխվում է և Իրանը սանկցիաներից ազատվում, դառնում է ավելի բաց երկիր, սա արդեն հնարավորություն է ստեղծում Հայաստանի համար նոր համագործակցությունների ուրեմն Իրանի հետ և բացի այդ, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ այսուհետ խնդիրներ չունենա կամ քիչ խնդիրներ ունենա, դա նույնպես կազատի մեր ձեռքերը Իրանի հետ ավելի անմիջական և սերտ շփումների համար։